Բարև ձեզ, եթերում հակափաստարկն է։ Եկեք լսենք Արադ Միրզոյանի հայտարարությունը, այնուհետև կքննարկենք այն։ Ասում ենք Հայաստանի Հանրապետություն։ Ախր դուք ոչ եք արել, ոչ լուծման եք գնացել, ոչ հայտարարել եք դա հանրապետություն անկախ, ոչ հայտարարել եք Հայաստանի մաս, ոչ զիջել եք, ոչ չեք զիջել։ Ուղղակի անverջ, անսահման ձգել եք ստատուս քվոն, իմանալով, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ Եվ էլի պատահական չի, ուզում հիշեցնեմ 2018 թվականի դեմոկրատական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ մենք նոր ձևավորում ենք իշխանության մարմինները, երբ որ նոր առաջնորդություններ ենք սահմանում, փորձում ենք իրականացնել, ես հիշում եմ այդ օրերին այդ բանը լայնածավալ վայրահաչ են մասին, որ հեսա սրանք հողեր են տալու։ Մենք էլ այնքան միամիտ էինք, որ այդ ժամանակի գլխի էլ չէինք ընկնում, ինչի մասին ենք խոսում, ես ինչ աբսուրդ մեղադրանքներ են հիշեցնում։ Ես սա ինչի եմ ուզում ասում։ Ուզեն ցույց տալ, որ դուք լավ էլ իմացել եք, որ այդ մի օր պայթելու է, եւ հետեւաբար իմ համար սա ձեզ անձնապես չեմ ասում, չնայած համարձակություն ունեմ ասելու, որ նաեւ կարծում եմ անձնապես էլ մասիկ այդ ամեն ինչի։ Իմացել եք, որ այն գիծը, որ ոչ մի հստակ բան չի կարել, եւ իմացել եք, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ Եվ այդպես էլ եղել է, ցավոք սրտի մենք եւ հայ ժողովուրդը եւ ես անձնապես չենք ունեցել բավարար քաղաքական հասունություն, քաղաքական միտք, եթե կուզեք, ժամանակին ճիշտ կողմնորոշվելու գլխի ընկնելու եւ գնալու զիջումների, գնալու լուծումների։ Արադ Միրզոյանին ու իշխանությանը մի կարճ հիշեցում։ Ձեր իբր անկեղծ զղջման, բայց իրականում քաղաքական պատասխանատվությունից խուսափելու խոսքերը կեղծիքի ու մանիպուլյացիայի դասական օրինակ են։ Դուք այսօր խոսում եք այն մասին, թե նախկինները անverջ ձգել են ստատուս քվոն, իբր չկողմնորոշվելով, բայց մի մոռացեք, դուք եք այն իշխանությունը, որ ոչ միայն չպահեց ստատուս քվոն, այլ մերժեց նախորդ բոլոր բանակցային արդյունքները, հայտարարելով, թե սկսում եք ձեր սեփական, զրոյական կետից։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, այս շատ կարևոր նրբություն։ Դուք եք մերժել Լավրովի պլանը եւ հայտարարել, թե Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իսկ հետո նույն դեմքի վստահ արտահայտությամբ հայտարարել, թե ճանաչում եք այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, Արցախը ներառյալ։ Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ Տեսեք, 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Մեկը միշտ ֆիքսեք, ոչ մի նախկին իշխանություն Արցախը Ադրբեջանի մաս չի ճանաչել։ Սա արեց ձեր վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ալիևի եւ Շարլ Միշելի ներկայությամբ։ Եթե նախկինները ձգել են ստատուս քվոն, ապա դուք այն ճեղքել եք օգուտ թշնամու։ Արդյունքում տվել ենք 5000 զոհ, ունենք 10000-ից ավել հաշմանդամ, 120,000 բռնի տեղահանված արցախցիներ, կորցրել ենք հայրենիքի մի մասնիկ, որը հետ բերելը գրեթե անհնար է թվում։ Ձեր այս խոսքերով դուք տալիս եք ձեր ինքնախոստովանականը, որ եղել եք ապաշնոր, ոչ կոմպետենտ եւ գալով իշխանության երկիրը տարել եք արկածախնդրության, ցանկանալով պատմության մեջ մնալ որպես թավշյա իշխանություն, բայց սերունդները ձեզ կհիշեն իբրև դավաճան։ Դուք ի սկզբանե չեք ունեցել անհրաժեշտ կոմպետենտություն այս հարցը լուծելու համար, կամ հասկացել եք իրավիճակը վտանգավոր է, բայց ձևացել եք, թե ամեն ինչ նորմալ է։ Երկու դեպքում էլ դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեցածի համատեքստում կրում է պատասխանատվություն, հա։ Այո, դուք գլխավոր մեղավորն եք եւ գլխավոր պատասխանատուն։ Ձեր խոսքերը իբր ժողովուրդը պետք է ժամանակին հասկանար եւ կողմնորոշվեր, ուղղակի ցինիկ մեղադրանք են այդ նույն ժողովրդին, որին խաբելով դուք եկել եք իշխանության։ Եվ վերջում մի բան հստակ է. դուք եք այն իշխանությունը, որը հրաժարվեց բանակցություններից, հրաժարվեց միջազգայինորեն ընդունված լուծման ձևաչափերից եւ ի վերջո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ձեր քաղաքական սխալների արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, իսկ այժմ բարոյականություն չունեք լռելու։ Փոխարենը փորձում եք ձեր խայտարակ ձախողումը ներկայացնել իբր դաժան, բայց անկեղծ խոստովանություն։ Ավելի լավ է խոսեք ձեր կոռուպցիայի մասին։ Օրինակ այն մասին, թե ինչպես է ձեր կինը նշանակվել նորաստեղծ ներդրումների աջակցման կենտրոնի տնօրեն։ Այդ հիմնադրամը ըստ էության Անիֆի կրկնօրինակն է, մի կառույց, որը դարձել է այս իշխանության կոռումպացվածության հուշարձանը։ Դրանում մսխվել են միլիոնավոր դոլարներ, սակայն որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե այս իշխանությունը պատասխանատվություն կրեր իր արածների համար, ապա նման խոսքեր չէր արտաբերի։ Եվ դուք դեռ տեղ ունեք խոսելու կամ մեղադրելու, ավելի լավ է լուռ նստեք տեղներդ, մինչև կգա պատասխանատվության ժամը։